այս կոնտեքստում օրինակ եղել է որ քննեք երկար տարիների քննիչ եք եւ աշխատել եք վերաբերելի մարմիններում ու աշխատում եք նաեւ վերաբերելի մարմիններում որ քննեք քրեակատարողական ծառայության վերաբերյալ քրեակատարողական ծառայության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների այո եւ ոչ մեկը այո քննել եմ բայց շտապ եմ կանխել ձեր հաջորդ հարցը երբեք որևէ մեկը որևէ պարագայում որևէ հանգամանքով չի կարեցել չի կարող եւ հետագայում չի կարողանալու ազդել Մարիլան Արտաշեսի կատարած քննության դրա ընթացքի դրա որակի վրա սա իմ համար կյանքի սկզբունք է պարոն Յանիսյան որպես մարդ որը իր 38 տարվա կյանքից 21-ը նվիրել է պետական ծառայությանը ասում եմ սա իմ համար սկզբունք է, անբեկանելի սկզբունք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Տեսեք, ձեր նկատմամբ 2023 թվականին կայացվել է քրեական հետապնդումը մերժելու մասին որոշում։ Բայց դրա մասին ձեր բարեվարկության հարցաթերթիկում չկար, չէ՞ տեղեկություն։ Ոչ։ Ասեմ ձեզ ավելին ես ինքս բարեվարկության հարցաթերթիկից եմ տեղեկացել, որ ին վերաբերել այդ որոշումը կայացրել է։ Կզարմանաք, բայց դա այդպես է։ Այո, ինձ հրավիրել են ազգային անվտանգության ծառայություն, այո, իմ հիշելով դա ինչ որ մեծ գործի մի դրվագ էր, որտեղ այո, անհրաժեշտություն կար հարցաքննել եւ անգամ առերեսում էլ եղել։ Բայց որոշում առ այսօր ես չեմ ստացել, ընդ որում համապատասխան նամակ ուղարկել եմ, որպեսզի ինձ այո տրամադրվի այդ որոշումը։ Բայց անկախ ամեն ինչից կուզենամ նաև մի շատ կարևոր հանգամանք նշել այս իմաստով, էլի, իմ համար անհասկանալի է այս գործի հիշատակումը առհասարակ իմ բարեվարկության հարցաթերթիկի մեջ մի տեսակ ինչ որ բացասական ֆոն ստեղծելու միտում եմ տեսնում։ Չգիտեմ, միգուցե սա իմ ինչ-որ զգացողությունն է, բայց այս որոշումով հերթական անգամ կարելի է ասել երևի տենց հաստատվել է որևէ անձի անմեղություն, որպեսզի կարվում է ասենք բազմաթիվ դեպքերում, այդ թվում է հիմա այս մի որոշումով նաև իմ մասին, ընդ որում կա նաև հստակ ձևակերպումը, կոնկրետ, ինչպես հասկացա, իմ դեմ այս առերեսման համասնակցած EG-ի ցուցմունքը, որտեղ հստակ նշված է, որ քննիչ Մարիլյանը հարցաքննության արձանագրությունում ցիտեմ չկա մի հանգամանք, որ սխալ ձևակերպած լինի, պարզապես որոշ հանգամանքներ հայտնել է միայն իր դատարանում հարցաքննության ժամանակ։ Այսինքն անձը արդեն իսկ ինքը իր ազատ կամ արտահայտությամբ հայտնել է, որ Մարիլյանի հետ որևէ խնդիր չունի։ Մարիլյանը որևէ ապօրինի արար չի կատարել եւ առհասարակ ասեմ չերել կարա լիներ։ Ինչու, որովհետեւ այդ հարցաքննությունը փաստաբանի մասնակցությամբ էր կատարված։ Եթե նայեք հարցաքննության արձանագրության թերթերը, բառացի ամեն թերթի տակ գրել եմ, ասել եմ, որ կարդա գրի, կարդացի ճիշտ է։ Այդտենց գրառումներ կա։ Ուղղակի ես ճիշտ ասած ոչ հետաքրքրվել եմ, անկեղծ եմ ասում։ Ոչ էլ ակնկալել եմ, որ այդ մասով պետք է որոշում կայացվի։ Որտեղ չեմ գտել, որ դա ինչ որ խնդիր էր, որ վերաբերել պետք է կայացվի։ Ամեն դեպքում, եթե կայացվեր, ակնկալել եմ, որ որպես կողմ, որին դա հասու է, կամ որին դա պետք է ուղարկվի, կուղարկենք ստանայի։ Անկեղծ եմ ասում, ես այդ գործի մասին չեմ հիշել։ Դրա այդ է պատճառը, որ հարցաթերթիկում դրա մասին ոչինչ չեմ դարձրել։ Շնորհակալություն։ Մինչև հասնալը մի բան նշեմ, քանի որ լրատվամիջոցներ ներկային ու հասարակությունում, քանի որ ասացիք միտում եմ տեսնում, ես ճիշտ հասկացա հակակոռուպցիոն կոմիտեի ներողություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված։ Ես ուղղակի տեղեկացնեմ, որ բարեվարկության եզրակացություն տալիս պարտադիր պայման է այդ հատկանիշի վերաբերյալ գրառում անել ուսումնասիրություն կատարել։ Միայն ձեր մասով չի, ցանկացածի վերաբերյալ, երբ որ բարեվարկությունը ստուգվում է, եզրակացության մեջ այդ հանգամանքի մասին նշվում է։ Ուղղակի որպես տեղեկություն, որ ձեր փարատվի ձեր կասկածները որևէ մեկի շնորհակալ եմ, որևէ մեկի միտումը ձեր նկատմամբ։
Արմայլյան, այո, ես չեմ կարծում, որ այստեղ որևիցե բան կար, որովհետև հարցաթերթիկում նշված էր հարց ձեր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու կամ մերժելու վերաբերել որոշումների առկայության դեպքում դուք չէիք նշել կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովը հայտնաբերել էր այդպիսի դեպք նշել էր բարեվարկության այստեղ